Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր նոյեմբերի 13-ը նաև սա մեր թվով արդեն երկրորդ հաղորդումն է։ Քանի որ վաղը ամենայն հավանականությամբ չենք կարողանալու անել հաղորդում, դրա համար որոշեցի վաղվա մեր հաղորդումը այսօր անցկացնել։ Եվ այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Փաշինյանի հայտարարություններին, հիմա հետաքրքիր հայտարարություններ են արել Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ քննարկելու ենք նաև ավելի ճիշտ անդրադառնալու ենք Արարատ Միրզոյանի այցին Վրաստան, ինչը բնականաբար նույնպես չափազանց կարևոր քննարկման թեմա է ըստ ինձ, եւ դրանից բացի կանդրադառնանք նաև մի շարք միջազգային կարևոր հարցերի, որոնք որ եւս այս մի քանի ժամերի ընթացքում տեղի են ունեցել, այսինքն միջազգային հարցերի շուրջ եւս կա քննարկելու կարևոր թեմա։ Եվ ինչպես արդեն նշեցի, սկսենք Փաշինյանի հայտարարություններից եւ փորձենք հասկանալ ընդհանրապես թե ինչ է հիմա կատարվում Հայաստանում, քանի որ նոր տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանի մնալու ժամկետը բանտում կրկին երկարաձգվել է, երևի ուրիշներին նույնպես, չեմ հիշում, նման բաներ ես հանդիպեցի համացանցում, դրանից բացի այսօր տեսանք, որ կալանավորվեցին բլոգերներ, թելարագրողներ, ես իրենց չեմ ճանաչում միանշանակ, Սերժ Սարգսյանի աջակիցներն են, Սերժ Սարգսյանի հետ հայտնի այդ հարցազրույցից հետո այդ ամենը տեղի ունեցավ նրանց ԱԱԾ-ի միջոցով ձերբակալեցին, այսինքն շատ ցուցադրաբար Ալեն Սիմոնյանը ասում է, որ ինքը հաղորդագրություն էր ներկայացրել ոստիկանություն, վիրավորել են, քրֆել են, հայվել են, ավելի ճիշտ սպառնացել են եւ այդպես շարունակ, ճիշտ ասած ԱԱԾ-ով նրանց բերման ենթարկելու իմաստը չեմ հասկանում։ Ես միշտ էլ կողմ եմ, որ այդպիսի խախտումները հիմնականում տուգանքով ավարտվեն, տուգանքը եւս ցավոտ է որոշների համար եւ ընդհանրապես օրենքով սահմանված միջոցներով պատժի ենթարկվեն, բայց նույն ժամանակ չեմ կարծում, համոզված չեմ, որ ԱԱԾ-ի միջոցով պետք է այդպիսի ձևով բերման ենթարկել, այսինքն ինչ-որ մի բան կոնկրետ ուզում են ցուցադրած լինել Հայաստանի ընդդիմադիր ուժերին։ Հնարավոր է նաև լավ է, չեմ կարող ասել, ես չեմ կարող իրոք խորանալ այդ հարցի մեջ, բայց ես կարծում եմ, որ մի փոքր այլ ձև կարող է դա ընկալվել եվրոպական երկրներում, Եվրոպայի համար, չնայած նրանք էլ հասկանում են, որ պետք է պայքար մղվի ռուսական քարոզչության դեմ, դա էլ կա, բայց նույն ժամանակ այնուամենայնիվ պետք է մի փոքր զգուշ լինեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի խնդիր չունենանք եւ ժողովրդավարության ինդեքսի մեջ, խոսքի ազատության ինդեքսի մեջ Հայաստանը վատ արդյունքներ չգրանցի, բավականին լավ արդյունքներ էր վերջերս Հայաստանը գրանցել, ինչի համար բոլորը շատ էին ուրախանում, ողջևորվում։ Դրա համար կարծում եմ, որ այդպիսի հայտարարությունները հիմնականում պետք է տուգանվեն, այդպիսի անձինք պետք է տուգանվեն եւ լավ էլ տուգանվեն, որպեսզի հաջորդ անգամ նման ցանկություն չառաջանա իրենց մոտ հայություն անել, սպառնալ կամ նման ինչ-որ բաներ։ Հաջորդը Փաշինյանի խոսքը այն մասին, թե քաղաքացիները մեղադրում են իրեն, որ շարունակում են արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ու նա ասում է, որ շուտով խորհրդարանական ընտրություններ կլինեն եւ այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում, քանի դեռ եղան այդ խոսակցությունները շարունակվելու են։ Մի կողմից հասկանում եմ, թե ինչ է ասում Փաշինյանը, բայց մյուս կողմից ես այնուամենայնիվ մնում եմ այն համոզմանը, որ արձագանքելով այդ ուժերի հայտարարություններին, այսպես թե այնպես նրանց կողքով են զբաղվում նաև Հայաստանի իշխանությունները։ Կարող է եւ ցանկանում են անել հակառակը, բայց այդպես է դուրս գալիս, քանի որ հակա PR-ը եւս PR է եւ դա միանշանակ ազդում է ինչ-որ չափով նաև դրական իրենց վարկանիշի վրա, այսինքն անդիմադիր
տրամադրված բոլոր քաղաքացիները միանշանակ կողմնորոշվում են, շատերը մեծամասնությունը կողմնորոշվում է իրենց օգտին։ Իմ կարծիքով ընդհանրապես լավ է չանդրադառնալ այդ անձանց հայտարարություններին։ Ես դրա համար էլ ասում եմ, որ նրանց ասածները, արածները ամեն ինչ անցյալում են եւ չպետք է նրանց ուղղակի կենթանություն տան Հայաստանի իշխանությունները քաղաքական կենթանություն եւ նրանք պետք է մնան քաղաքական դիակ ինչպես որ կան ուղղակի նրանց միշտ անդրադառնալով կրկին ու կրկին կենթանություն ես տալիս եւ բերում ես քաղաքականություն լավ կլինի որ Հայաստանի իշխանությունները շատ լուրջ ձևով մտածեն Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման մասին որովհետեւ այդ հին սովետածին, կգբեածին, ռուսածին, չգիտեմ ինչպես անվանենք, հիմնականում այդ ուժերի ծոցից ծնված ուժերը եւ անհատները, անցյալը խորհրդանշող անհատները դուրս կան քաղաքական դաշտից, Հայաստանի քաղաքական դաշտից։ Այլ ձևակերպումներ արիք չանենք, չվիրավորենք, բայց ամենակորեկտ ձևակերպումը հենց դա էր, որ այդ անձինք հինը հիշեցնող, անցյալը հիշեցնող նաեւ հետ խորհրդային այդ փլատակները հիշեցնող անցյալը անձինք ընդհանրապես հեռանան Հայաստանի քաղաքական դաշտից մեկ այլ կարևոր հայտարարություն, որը որ Փաշինյանը արել է Հայաստանի ազգային ժողովում, պատասխանելով ընդդիմադիրների հարցերին, թե որտեղից է կուտակվել Հայաստանի պարտքը 8 միլիարդ դոլարի պարտքը, ասում է, որ չի ուզում ասել, բայց ասեմ, զենք ենք գնել շատ մեծ քանակությամբ, արագ, քանի որ պետք է եղել, ասում է արիք տեսեք եւ համոզվեք, ասում է չի ուզում ասել, բայց ասեցի։ Նույնիսկ ասում է գները կկախենք, որպեսզի դուք էլ համոզվեք։ Նաեւ խոսում է կորոնավիրուսից, որ կորոնավիրուսի ժամանակ եւս բավականին պարտքեր են կուտակվել։ Հասկանալի է այս ամենը, բայց ինչու է հիմա խոսում Փաշինյանը դրանից, որ 8 միլիարդ հավանաբար դոլարի, չէ, բնական է դոլարի 8 միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստանը ձեռք տարբեր գործընկերներից պարտքով։ Միանշանակ է, որ ոչ ոք Հայաստանին զենք չէր նվիրելու, կարող է նաև աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով տրամադրվել է դա Հայաստանին, բայց միանշանակ պարտքը մնալու է Հայաստանի վզին ու իրոք ես կարծում եմ, որ հա, շատ հնարավոր է, որ շատ արագ տրամադրվեր այդ զենքը եւ այդ զենքով Հայաստանը մասամբ կարողացել է վերականգնել մասամբ բալանսը Ադրբեջանի հետ եւ դա էլ ամենազսպիչ ուժն է, որ հիմա Ադրբեջանը մասամբ իրեն կոնստրուկտիվ է բայում, ինչ որ չափով իրեն կոնստրուկտիվ է բայում, բայց ինչու հիմա է Փաշինյանը խոսում այդ մասին։ Միթե միայն ընդդիմադիր ուժերի հարցերին պատասխան են անում այդ հայտարարությունները։ Վերջերս էլ հանրային խորհրդի ներկայացուցիչներին էին տարել ցույց տալու այդ զենքերը կամ այդ զենքերի նմուշները Փաշինյանը ինքը հայտարարել էր, որ կարծես 50 քաղաքացիներ անոնիմության պայմանով, որ չեն բարձրաձայնի, չեն խոսի դրա մասին, ինչ տեսել են, իրենք պատրաստ են տանել եւ ցուցադրել, թե ինչ է ձեռք բերել Հայաստանը։ Եվ ես սա կապում եմ սիրելի հայրենակից այն փոփոխությունների հետ, որոնք որ տեղի են ունենում Ադրբեջանում, նաև քաղաքական հայտարարությունների մակարդակով։ Անընդհատ արիք չանդրադառնանք, ձեզ էլ չհոգնեցնեմ, թե ինչ հայտարարություններ են եղել Ալիևի եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։ Ես տեսնում եմ իրոք փոփոխություններ եւ դա փաստ է, ու ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները նույնպես հստակ տեսնում են, թե ինչպես է փոխվում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչ մեծ լարվածություն է հիմա եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջև, այսինքն ինչ կանել սեփական ժողովրդին համոզվեց, որ պատերազմի վտանգ չկա, ամեն ինչ շատ լավ է, Ադրբեջանն էլ է բացում ահասահմանը Հայաստանի համար, սակայն այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ էլ հասկանում են, որ այդ պատերազմի վտանգը կա, ու եթե մենք վաղը հանկարծ ոչ ոք 100%-ով չի կարող երաշխիք տալ, որ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի Դաշնության միջև հիմա կամ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմ չի սկսվի,
Եթե հանկարծ վաղ այդպիսի պատերազմ սկսվի, հաշված օրերի կամ նույնիսկ ժամերի ընթացքում կարող է պատերազմը վերսկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ հետեւաբար այդ զենքի մասին խոսել է պետք։ Այդ զենքի մասին ինչ որ արտահոսք է պետք, եւ այդ արտահոսքը եւ խոսակցությունները այդ զենքի մասին կազմակերպում է հենց ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես այսպես եմ տեսնում, սիրելի հայրենակիցներ, ճիշտ է, այստեղ կա նաև ներքաղաքական գործոնը, ընտրություններ են շուտով Հայաստանում, շատ քիչ ժամանակ է մնացել, բայց հիմնականում ես կարծում եմ, որ դա կապված է արտաքին փոփոխությունների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը հիմա ճիշտ գտավ, որ խոսի եւ բարձրաձայնի այդ մասին։ Եվ շատ հնարավոր է, որ այն զենքը, որը որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրում էր ձեռք բերել, արդեն ամբողջությամբ Հայաստանում է, եւ այդ զենքը ամբողջովին հայ փորձագետների ռազմական եւ ոչ միայն երևի հայ փորձագետների մոտեցմամբ, պնդմամբ, վերլուծության շնորհիվ նաեւ այն մասնագետների, որոնք որ պատկերացնում են, թե ինչ սինխրոն ձևով կարող է աշխատել այդ զենքը Հայաստանի պաշտպանությունը իրականացնելու համար, ես ռազմական փորձագետ չեմ, բայց միանշանակ շատ տարբեր զենքեր կարող են միասնական աշխատել, եթե այդ զենքերից օրինակի համար ունես լավ հրետանի, բայց չունես հակաօդային պաշտպանություն կամ այդպես շարունակ կամ լավ ռադարներ, հրթիռներ, անօդաչու սարքեր այդ զենքերից որևիցե մեկը չունես, ապա քո պաշտպանությունը ընդհանուր չէ եւ հնարավոր է որ հիմա Հայաստանի Հանրապետությունը կարողացել է արդեն այն մինիմալով ապահովել բանակը եւ համալարել այն բոլոր զենքերով, որոնք որ միասին աշխատելով կկարողանան ապահովել Հայաստանի անվտանգությունը, դրա համար է հիմա Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իբր պատասխանելով ընդդիմադիրների հարցերին բարձրաձայնում այդ մասին։ Ես համենայն դեպս գալիս եմ այդ եզրահանգմանը, սիրելի հայրենակիցներ։ Եթե դուք այլ կարծիք ունեք, խնդրում եմ անպայման գրեք մեկնաբանությունների մեջ։ Նաև հետաքրքիր տեղեկություն ստացանք, որ Արարատ Միրզոյանը հիմա մեկնում է Վրաստան, այսինքն գալիս է Վրաստան։ Որ ես Վրաստանում եմ ապրում, ասենք գալիս է Վրաստան։ Բարով է գալիս Վրաստան, նոյեմբերի 13-ին է այդ այցը կայանալու, այսինքն այսօր եւ հանդիպում կունենա Վրաստանի արտգործնախարարի հետ, Վրաստանի վարչապետի հետ, խորհրդարանի ղեկավարի հետ, նախագահի հետ, այսինքն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում կլինի, կքննարկեն հայ-վրացական ռազմավարական հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, բայց ես կարծում եմ, որ խորքում ընկած է նաեւ այլ քննարկման մի կարևոր թեմա, գիտեք, Միրզոյանը հենց նոր վերադառնում է Եվրոպայից եւ ես չեմ բացառում, որ շատ կարևոր դերակատարություն ունենա Հայաստանը կամ փորձում է համենայն դեպս ունենալ, որպեսզի օգնի Վրաստանին բարելավել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, Եվրամիության հետ։ Առաջին հայացքից դա մի փոքր անհավանական է, կարող է ասեք թե դժվար, քանի որ շատ է խորացել ճգնաժամը Վրաստանի եւ Եվրամիության երկրների միջև, կոնկրետ Վրաստանի եւ Եվրամիության միջև շատ բարդ հարաբերություններ են, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ փորձում է դրանք կարգավորել հնարավորինս միանշանակ ներքին կարգով կոնտակտներ կլինեն Վրաստանի իշխանությունների եւ եվրոպական երկրների միջև եւ այդ կարևոր դերակատարությունը կարող է ստանձնել եւ համոզված եմ, որ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը։ Տեսնենք ինչ հայտարարություններ կլինեն, քանի որ ընդհանուր մամլո ասուլիս եւս նախատեսված է Վրաստանի արտգործնախարարի հետ, բայց մենք հասկանում ենք, որ կան հարցեր, որոնց որ դժվար թե անդրադառնան եւ իմ կարծիքը այն է, որ Հայաստանը հիմա կարող է կարևոր դերակատարություն ունենալ Վրաստանի եւ Եվրամիության միջև, որպեսզի հարաբերությունները ել ավելի չվատանան եւ գոնե թե ներքին կարգով մի փոքր նաեւ բարելավվեն։ Կործանված ինքնաթիռի մասով ինչ կարող եմ ասել։ Թուրքական հորիեթը շատ հետաքրքիր հոդված է գրում եւ թուրքական
հուրիեթի տվյալներով այդ ինքնաթիռը հնարավոր է եւ խոցված լինի։ Չնայած Էրդողանը ասում է, որ նման բան գոյություն չունի, հստակ ակնարկում է, ասում է, որ շուտով բոլորը կիմանան պաշտոնապես, թե ինչ է պատահել ինքնաթիռի հետ, բայց որ թուրքական հուրիեթը գրում է այդպիսի վարկածի մասին, դա շատ բանի մասի է խոսում, սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Թուրքիայում եւս ազատ մամուլ գրեթե գոյություն չունի։ Ռուս-ուկրաինական պատերազմից կարող եմ ասել այն, որ Ուկրաինան ընդհանրապես հրաժարվող բանակցություններից Ռուսաստանի հետ, դա էլ հասկանում ենք, թե ինչի է տեղի ունենում, հոգնեց Ուկրաինան այդ բանակցություններից եւ Պեսկովը հայտարարում է, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, բայց շատ ավելի վատ դիրքերից, ասում է Պեսկովը, փորձում է բոլորին համոզել, թե որքան խաղաղասեր ժողովուրդ է ռուս ժողովուրդը, կոնկրետ ժողովրդին մասով ոչինչ չունեմ, Ռուսաստանը որքան խաղաղասեր է, ուզում է, որ խաղաղություն հաստատվի, բայց մենք հասկանում ենք, որ իրականում դա այդպես չէ եւ Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանը դժվար թե խաղաղություն է ցանկանում, որ հաստատվի եւ եթե այդ խաղաղությունը չհաստատվի, իրոք մեծ վտանգներ կան, որ պատերազմական գործողությունները տեղափոխվեն Եվրոպա կամ Ռուսաստան, այսինքն բախում լինի եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջև։ Իմիջայլոց շատ դժվար են միմյանց հասկանում նաեւ եվրոպացիները եւ ամերիկացիները։ Եվրոպան եւ Եվրամիությունը քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ նրանք սկսել են նավեր խոցել Վենեսուելայի նավերին, ոչնչացնելով թմրանյութերի վաճառողներին, այդ հանցագործներին, Եվրամիությունը քննադատում է մի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ոչ միայն Եվրամիությունը, նաեւ Մեծ Բրիտանիան այլևս նրանք տվյալներ չեն տրամադրելու հետախուզական Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Միացյալ Նահանգները իրոք զայրացած եւ նեղված են եվրոպացիների այդ որոշումներից եւ հայտարարություններից ու պետքարտուղարը բաց տեքստով ասում է, որ ինքը կարծում է, որ Եվրոպական միությունը իրավունք չունի որոշելու, թե որն է միջազգային օրենքը եւ նա ասում է, որ այնինչ իրենք հաստատ չունեն, դա այն է, թե ինչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանելու համար իր ազգային անվտանգությունը։ Նրա խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում են այդ նարկոկարտելների գրոհի տակ, դրա համար այդ տերորիստական խմբավորումների նկատմամբ իրանք գործում են համապատասխան ձև։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հստակ քննադատում է Եվրամիությանը, որ չմեկնաբանի Եվրամիությունը միջազգային օրենքը այնպես, թե իբր ինքն է միջազգային այդ օրենքների տերն ու տիրական, այսինքն թելադրելու է միջազգային օրենքը մնացած երկրներին, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Անկեղծ ասած, ինչ որ միտեղ համաձայն եմ ես Մարկ Ռուբիոյի հետ, քանի որ Եվրամիությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ տարբեր են ախր, էլի շատ տարբեր են իրենց հզորությամբ, թե տնտեսական, թե ռազմական, թե ընդհանրապես աշխարհում իրենց դիրքով, բայց Եվրամիությունը քննադատում է։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ասեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, դուք էլ սիրելի հայրենակիցներ։ Իմիջայլոց Վրաստանի խորհրդարանի նախագահն է ողջևորվել եւ համաձայնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաեւ անդրադարձել է Հունգարիային, որ 1 տարով Հունգարիային ազատում են այդ պատժամիջոցների կատարումից Ռուսաստանի նկատմամբ, բայց 1 տարով է դա տեղի ունենալու, փաստացի 1 տարի ժամանակ է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի Հունգարիան կարողանա դիվերսիֆիկացիայի ենթարկել իր տնտեսությունը եւ իր էներգետիկ անվտանգությունը։ 1 տարի անց միանշանակ Հունգարիան եւս կբախվի խնդիրների։ Դա եւս կանխատեսելի էր, անկեղծ ասեմ, դա եւս կանխատեսելի էր, որ Թրամփը կարող է գնա նման զիջումների, հակառակ պարագայում միանգամից Օրմանին կխեղդեին,
շատ բան կփոխվեր միանգամից Հունգարիայում եւ թե տնտեսապես թե քաղաքականապես եւ Թրամփը որոշեց գնալ զիջման եւ 1 տարի ժամանակ տալ։ 1 տարվա մեջ Հունգարիան հստակ պետք է հրաժարվի ռուսական գազից եւ նավթից։ Դրանից բացի G7-ը հայտարարությամբ է հանդես եկել, հայտարարությամբ եւ եթե ես չեմ սխալվում, սա առաջին հայտարարությունն է, որին մասնակցում է Թրամփի օրոք Միացյալ Նահանգները եւ հիմնականում անդրադառնում է Ուկրաինայի հարցին, քննադատաբար է մոտենում Ռուսաստանի գործողություններին, Հյուսիսային Կորեայի գործողություններին, Իրանի գործողություններին եւ եթե նախկինում մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնականում խուսափում են քննադատել Ռուսաստանի Դաշնությանը, ապա մենք հիմա տեսնում ենք, որ արդեն կամաց Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն խուսափում նույնիսկ G7-ի շրջանակներում քննադատել Ռուսաստանի Դաշնությանը եւ Ռուսաստանի գործողությունները, այսինքն շատ բան է փոխվել։ Ես տրամաբանորեն փորձում եմ ներկայացնել նաեւ այն ամենը, ինչ կա։ Ցես տեղեկացնելով սիրելի հայրենակիցներ վերջին իրադարձություններին եւ տրամաբանորեն կապելով այդ ամենը այսօրվա իրականության հետ, որը որ տեղի ունենում քաղաքականության մեջ։ Եվ իրականությունը այն է, ասել եմ, կրկին նշեմ, որ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Վլադիմիր Պուտինի նկատմամբ փոխվել է եւ դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը եւս շատ լուրջ ձևով փոխվել են ամբողջ աշխարհում։ Այս պայդարությամբ այս կանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։